Սուրբ Ստեփանոս նախավկայի անունով տարբեր դարաշրջաններում հայկական եկեղեցիներ եւ վանքեր են կառուցվել ոչ միայն Հայաստանում։ Հայտնի սրբավայրերից են Ջուղայի, Աստապատի եւ Մաստարայի եկեղեցիները, իսկ Արագածոտնի մարզի Ծաղկունյաց լեռների արևմտյան լանջին, Քասախ գետի ձախ ափին գտնվող Չքնաղ գյուղում 2001 թվականին են դրվել Սրբի անունը կրող նոր եկեղեցու հիմքերը։ Համայնքը ձևավորվել է 1828 թվականին Արևմտյան Հայաստանից վերադարձած մեր հայրենակիցներով, հիմնականում Մուշ, Ալաշկերտ եւ Բայազեդ տարածքներից են եկել 27 ընտանիք եւ ձևավորվել է այս փոքրիկ Չքնաղ գյուղը։ Գարեգին II ամենայն հայոց հայրապետն այցելելով հնամենի այս գյուղ եղել է նաեւ նրա նվիրական սրբատեղիում 4-ից 5-րդ դար թվագրվող Նարեկի Կիսավեր մատուռի ավերակներում։ Տեսնելով համագյուղացիների բարեպաշտական զգացումները, հայրապետն իր օրհնությունն է տվել Հովսեփյանների գերդաստանին վերակառուցելու Սուրբ Նարեկ մատուռը եւ հարևանությամբ հիմնել Սուրբ Ստեփանոս նոր եկեղեցին։ 2004 թվականին այն օծվում է բացելով իր դռները հավատացյալների առջև։ Ամեն տարի այսօրը Մայրաթոր Սուրբ Էջմիածնից բերում ենք Սուրբ Ստեփանոս նախավկայի մասունքը եւ այդ մասունքի ներկայությամբ մատուցվում է Սուրբ Եվանմա պատարագ։ Եվ սա մեծ առիթ է մեզ բոլորիս համար, որ Սուրբի մասունքը եւս մեկ անգամ առիթ ունեցանք մեր գյուղից ներս ընդունելու։ Մենք հավատում ենք, որ մասունքով նաեւ ստանում ենք Սուրբի գերագույն բարեխոսությունը մեզ համար եւ հյուրընկալությունը մեր գյուղից ներս։ Մենք եկեղեցու մոտո բարձրանում ենք որ տունը միջև չմոտենայինք, մեր այն ժամանակ ժամ էինք կոչում։ Ժամի պատը չպաչեինք, ջամփուր ենք, չաղոթեինք, հիմա որ մաս տատուետ չէինք առաջանում։ Այդ հին ժամանակներից ամեն ինչը տպվել է մեր մեջ, ու մենք այսօր փառք ենք տալի Աստծուն, որ մեր Հովսեփյանների բարեգործության շնորհիվ վերակառուցեց մեր Սուրբ Ստեփանոս եկեղեցին, ու այսօրվա դրությամբ մենք կարող ենք այցելենք, հոգևոր սնունդ ստանանք։ Սուրբ Ստեփանոսն առաջին նահատակն էր, որն իր արյունը թափեց Քրիստոսին Աստծո որդի վկայելով։ Նա մեկն էր Հիսուսի 72 աշակերտներից, որին նախնական եկեղեցին Պետրոս Առաքյալի առաջնորդությամբ կարգեց եկեղեցու սարկավակ։ Սուրբ Գիրքը Ստեփանոս նախավկայի մասին վկայում է, որ նա լցված էր աստվածային շնորհներով եւ զորությամբ, ժողովրդի մեջ զարմանալի գործեր եւ մեծամեծ նշաններ էր անում։ Նա նահատակվել է հանուն հավատքի, թողություն խնդրելով իրենց սպանողների համար։ Մեր սուրբերի մասունքները մեզ ուժ ու զորություն տվող զորություն ունեն, որովհետև նրանք իրենց նվիրական հավատքով նահատակվեցին հանուն Քրիստոսի, հանուն Աստծո, եւ հավատում են, որ այդ օրհնությունները իրենցից անպակաս է եղել եւ սրբագործվել է իրենց մարմինը, եւ մեզ համար նրանց մասունքները իսկապես սրբազան են, խոնարհումի եւ հարգանքի արժանի սիրելիներ։ Եկեղեցին իր կառուցումից ի վեր շատերի կյանքն է փոխել, հատկապես կարևոր դեր ունենալով երիտասարդների հավատքի ամրապնդման գործում։ Եկեղեցուն կից գործում է դպրաց դաս, իսկ երիտասարդներն իրենց առօրյան դժվար են պատկերացնում եկեղեցուց եւ եկեղեցական կյանքից դուրս։ Թեմի երիտասարդաց միությունների ատենապետ Նաիրա Դավթյանի խոսքով, հենց այս եկեղեցին է առանցքային նշանակություն ունեցել իր հոգևոր կյանքի ձևավորման ճանապարհին։ Ես այստեղ եմ գտել Աստծուն, այստեղ եմ ճանաչել Աստծուն, որի համար փառք եմ տալիս Տիրոջը եւ իմ երախտագիտությունն եմ հայտնում մեր քահանային, որ մենք իր միջոցով ճանաչեցինք եւ գտանք Աստծուն։ Սուրբ Ստեփանոս նախավկայի մասունքը եկեղեցում պահվեց մինչև երեկոյան ժամերգություն, կատարվեց անդաստանի կարգ։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, եկեղեցական կյանք։ Նարեկը հայերեն կարդալ գրել չի իմացել, երբ առաջին անգամ ոտք էր դրել Հառիճավանքի Թրբանջան ընծայարան։ Նա ծնվել ու մեծացել է Մոսկվայում, ընտանիքը հոգ է տարել, որ տղան բավարար չափով հաղորդակցվի մայրենիով։ Նաև հաճախի հայկական եկեղեցի, որն օտար միջավայրում նրա համար հայկական ինքնության ու մշակույթի հետ կապը պահպանելու միակ վայրն է եղել։ Որ ես եկա ստեղ, ես գրել չգիտեի, անգամ իմ ազգանունը չէի կանգրեի, եւ ես օր ու գիշեր սովորում էի, որ կարող եմ այդ ամենը սովորել։ Շատ են զարմացել իմ ծնողները,
վախտեննում որ ես չէի հավատում որ այդ ամեն ինչ կարամ եւ հենց որ սովորեցի արդեն շատ են զարմացել, շատ են գովում։ Դաշնի նվերներ են էլի առնում որ կարողացնեմ այդ ամեն ինչը հաղթահարել։ Նարեկն այս ընթացքում ոչ միայն հայերեն գրել եւ ազատ հաղորդակցվել է սովորել, այլև այսօր Հայաստանը բնակ իր հասակակիցների հետ մայրենի լեզվով քննություններ է հանձնում։ Նա Հառիճավանքի Թրբանջան ընծայարանի այս տարվա շրջանավարտներից է։ Այժմ ավարտական հայոց պատմության քննության թեստն է լրացնում։ Ամեն ինչ հիշելու եմ ես ձեռքբերած ընկերներիս բնությունը եկեղեցին, որ այն մարդկանց, որոնք ծանոթացրել են ինձ թե ոսկել է ճիշտ ապրել որպես քրիստոնյա եւ շատ եմ կարոտելու բոլորին շատ ոնց որ իմ ընտանիքից ես հեռանում եմ էլի ընտանիքի կողքից այսօր մեր մոտ պետական ավարտական քննություններն են ինչպես որ ամբողջ հանրապետությունում մեր ընտրանում եւս 12-րդ դասարանի շրջանավարտներն հանձնում են պետական ավարտական քննություն որպեսզի ստանան դպրոցական ատեստատները վկայականները այս բային քննություն հանձնում են մեր սաներից 4-ը, այսինքն 12-րդ դասարան այս տարի մենք ավարտող սաներից 4-ն ունենք։ Ընծայարանում անցկացրած տարիներն ու ստացած գիտելիքները փոխել են Նարեկի նախնական ծրագրերը։ Նա որոշել է մնալ Հայաստանում եւ ուսումը շարունակել ճեմարանում։ Դիմումն արդեն ներկայացրել է եւ սպասում է ընդունելության քննություններին։ Միշտ չէ, որ պատանիները ցանկանում են ուսումը շարունակել ճեմարանում։ Սա ընծայարանի կողմից առաջարկվող հնարավորություններից մեկն է։ Զավակին ընծայարան ուղարկող ծնողը գիտի, որ այստեղ անկախ ամեն ինչից որդին ապահով ձեռքերում է եւ կարճ ժամանակում կստանա որակյալ կրթություն եւ հոգեվոր գիտելիքի մեծ պաշար։ Այստեղ միայն սովորում են արական սեռի անձեր, ոչ միայն նպատակ ունենալով եւ կոչումը զգալով իբրև ապագա եկեղեցական լինելու, այլ ընդհանրապես կրթվելու ունենալու հայեցի քրիստոնեական դաստիարակություն եւ մեր նաեւ առաքելությունն է իմաստով, որպեսզի այս ընծայարանի դռներից դուրս գան իբրև գիտակից քրիստոնյա հայորդիներ, իսկ եթե նաեւ նրանց մեջ կլինեն այնպիսիներ, ովքեր կուզենան իրենց հետագան շարունակելու եկեղեցական, այլևս եկեղեցական ասպարեզում, մենք առավել ուրախ կլինենք դրա համար, բայց ընծայարանը այդ իմաստով որևէ պարտադրանք կամ պարտավորություն չունի սաների նկատմամբ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տղաների ճնշող մեծամասնությունն այնուամենայնիվ նախընտրում է կրթությունը շարունակել մայրաթորի կրթական հաստատություններում։ Դրան հաճախ նպաստում են ընծայարանի բարենպաստ պայմաններն ու այն յուրահատուկ միջավայրը, որը խոր ազդեցություն է թողնում մասնագիտական ընտրության առջև կանգնած պատանու աշխարհայացքի վրա։ Ես իրականում չէի պատկերացնում, ինչքան կարևոր ու մեծ դեր կարող է խաղալ այս Հառիճավանքի իմ կյանքում, այս ընծայարանը։ Մինչև այստեղ գալս պատկերացում անգամ չունեի, որ կարող է Հայաստանում այսպես մի գեղեցիկ ու լիարժեք ամեն ինչով ապահոված տեղ լինի, որ կարողանա մարդուն բավարարող գիտելիք եւ հոգեվոր միտք ու կարողություններ դրել իր մեջ։ Ես անձամբ իմ ընկերներին, իմ անկության ընկերներին, իմ եղբայրներին, իմ ծանոթներին, բոլորին այստեղից պատմում եմ լավ հուշեր, բարի դրվագներ ու ցանկանում եմ ու միշտ փորձում եմ նրանց բերել այստեղ, ոչ միայն շրջայցի, այլ նաեւ որ այստեղ նրանք սովորեն ու վստահ եմ, որ նրանց կյանքը կփոխվի, ինչպես իմը փոխվեց։ Մտովի հետ եմ գնում են անցած ճանապարհը, որ անցել եմ մի տարի առաջ ու նայում եմ հիմա ինձ, զգում եմ այդ առելի փոփոխությունը եւ իմ ամբողջ կյանքի ընթացքում դա միշտ իմ աչքի առաջ է լինելու այս մի տարին, ոնց ինձ փոխեց, ոնց է ես առաջ եւ ոնց եմ հիմա եւ ոնց եմ լինելու հետո։ Իրենց հիմնական այսպես նպատակը ստանալ բարձրորակրթություն եւ նաեւ ապրելու այդ վանական միջավայրում, որը ունի հստակ օրակարգը, որը բնականաբար հարմարեցված է մեր ճեմարանների գրեթե ամբողջական ընթացքին, ներառյալ ժամերգությունների մասնակցություն, պատարակների մասնակցություն, սաների անմիջական ներկայությամբ, անհետև իրենց սերտեղությունների, դասապատրաստությունների ընթացքը, որը խմբովի են անում, այսինքն միասնական են լինում, նպատակը հետևյալն է, որպեսզի ոչ մեկ առանձնության մեջ մնալով չտրվի ծուլության այդ
գայթակղությանը եւ այդպես մեկը մյուսին տեսնելով այդ ընթերցանության, դասապատրաստության մեջ կարողանան այսպես մեկը մյուսին ողջևորելով իրենց ուսումը ճիշտ կազմակերպել։ Ավագ դպրոցի կարգավիճակ ունեցող Թրբանջան ընձայարան կարող են դիմել Հայաստանի Հանրապետության եւ այլ երկրների մինչև 17 տարեկան քաղաքացիներ, որոնք ավարտել կամ դեռ սովորում են ավագ դպրոցում, Հայ առաքելական եկեղեցու զավակ են։ Քննությունները որպես կանոն անցկացվում են Գևորգյան հոգևոր ճեմարանի հարկի տակ։ Ընդունելությունը կազմակերպվում է ընդհանուր հարցազրույցի միջոցով, նաև քանի որ մեր մոտ ուսումը կազմակերպվում է հումանիտար հոսքի վրա, այսինքն ընդունելության քննություններ մայրաթորում, որ մենք կազմակերպում ենք, դրանք կազմակերպում ենք լեզու, պատմություն, գրականություն առարկաներից են կազմակերպում եւ նաև ընդհանուր դիմորդների հետ զրույց է կատարվում, ճանաչողական զրույց են կատարում, սարկավակները, տեսչության անձնակազմը ճանաչողական զրույցից հետո նոր ընդհանուր քննարկման արդյունքում եւ իրենց բազային հավաքած բոլոր երեք առարկաներից բազային հավաքած միավորների համակումարով նոր արդեն որոշվում է տվյալ դիմորդը ընդունվելու է Թրբանջյան ծառայության սովորելու ուսում ապակա 3 տարիների համար թե մերժելու ենք նրանց դիմումը։ Հառիչ ավանքը գտնվում է Հայաստանի հյուսիսում, Հառիչ համայնքում, Արթիկ քաղաքից մոտ 4 կիլոմետր հարավ-արևելք։ Դեռ միջնադարից այն հայտնի է եղել իր կրթական ավանդույթներով։ Սովորողներ կան նաև Վրաստանից, Ռուսաստանից։ Երիտասարդները Հառիճում հագեցած օրակարգով են ապրում, աղոթք, եկեղեցական ծեսեր ու ավագ դպրոցի ծրագրով հաստատված դասեր։ Մեծ տեղ է տրված ժամանցին, մարմնամարզությանը։ Սովորողների համար կարելի ասել ստեղծված են բոլոր այն պայմանները, որպեսզի իրենց շատ լավ զգան, ոչ միայն կրթության բնագավառում, այլ նաև իրենց առօրյայի համար, հանգստի համար, ունենք սկսած խոհանոցից, հստակեցված մենյուի, ճաշացանկից, որը որ մայրաթոր հետ համաձայնեցված Գևորգյան ճեմարանի հետ համատեղ ճաշացանկ է գործում, սովորողների համար կարգավորված է նրանց դասապրոցեսի ռեժիմները, հանգստի ռեժիմը, դասապատրաստման ռեժիմը, քնի ռեժիմը, այսինքն ամբողջը կարգավորվում է, ամբողջը վերահսկվում է դասապրոցեսի համար, քանի որ մենք հումանիտար հոսք ենք, առարկայական ժամերը ավելի շատ տրվում է հումանիտար առարկաներին, այսինքն լեզուներ, պատմություն, հայոց լեզու, օտար լեզու, որպեսզի ավելի շատ սովորողները հմտանան եւ իհարկե Գևորգյան ճեմարան դիմելու ժամանակ արդեն ավելի պատրաստ են եւ տարիների փորձը նաեւ ցույց է տալիս, որ մեր մոտի ավարտած եւ ճեմարան դիմաց սովորողներն որպես կանոն ավելի լավ արդյունքներ են ցույց տալիս։ Ընդունելության հայտերի մասին դեռ վաղ է խոսել, ասում է տեսչական կազմը, նշելով, որ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 20-ը։ Շրջանավարտներն արդեն հավաքել են ճամպրուկները, հանձնել շապիկները եւ պատրաստվում են կյանքի նոր փուլ սկսել, ուսումը շարունակելով ճեմարանում կամ աշխարհիկ բուհերում։ Անուշ Առաքելյան, Գևորգ Ավագյան, եկեղեցական կյանք։ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի գրասենյակում հյուրընկալեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած 50-ից ավելի երիտասարդների։ Նրանք Լոս Անջելեսի Հայկական բարեգործական ընդհանուր միության Մանուկյան Դեմիրճյան վարժարանի սաներն են։ Ավարտել են 10-րդ դասարանը ու ճանաչողական այց են նախաձեռնել Հայաստան։ Ինչպես նշում է դպրոցի տնօրենը, ունեն 18 ամսականից մինչև 18 տարեկան աշակերտներ։ Մանուկյան Դեմիրճյան վարժարանում մյուս առարկաների հետ միասին սովորում են նաև հայերեն, հայոց պատմություն, գրականություն։ Երիտասարդները ավագ դպրոցում գալիս են հայրենիք նախընտրած մասնագիտության ոլորտում փորձ ձեռք բերելու։ Ներկաները եղել են Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, արդեն այցելել են մարզեր, եղել են պատմական վանքերում։ 1000-ից ավելի աշակերտներ ունենք, հալդարի մյուս տարի պիտի լինեն 1000 մոտ 1100 աշակերտներ։ Ամեն տարի մենք 10-րդ դասարանի աշակերտներին բերում ենք Հայաստան, որտեղ առաջի անգամ տեսնեն Հայաստանը, հայրենիքը։ 15 օրով են գալի, փորձում ենք ամեն մարզեր տեսնել, ամեն մարզերը տեսնելու են։ Մեր դպրոցը բացի որ հայերեն լեզու են սովորում, հայոց պատմություն են սովորում։ Շատ լավ գիտեն մեր պատմությունը, տեղյակ են ամեն տեղերից, բայց գալիս են եւ իրենց աչքով տեսնում են, տարբեր տպավորվում իրենց մեջ։ Ես ամբողջ կյանքս Բարեգործականի աշակերտ եղած եմ Բեյրութ, Մելքոնյան, Գիբրոս,
եւ հետո ուսուցիչ Բեյրութ եւ վերջին 24 տարին Լոս Անջելես։ Միությունը իմ սրտիս մեջ է, իմ հոգիս մեջ է։ Որպես հայերենի ուսուցիչ, պատմության, լեզվի, գրականության եւ նաեւ վերջին 10 եւ ավելի տարիներին բաժանմունքի պատասխանատու, ասեմ որ շատ դժվար է Սփյուռքի մեջ հայ բահել։ Մենք այդ է որ կգադարենք, ոչ միայն մենք, բոլոր հայկական դպրոցները քարեն հաց կհանենք, ինչպես որ գսենք։ Հիմա ես հողին ուժը գսկամ։ Ես այստեղ 7 տարի սովորել եմ, իմ երգիրն է, ինչքան ես լիբանանցի եմ, ես ամերիկացի եմ, բայց հայ եմ։ Ես Լոս Անջելեսում եմ եւ HB Մանուկյան Դեմիրճան School վարժարան գերտամ, իմ ամբողջ կյանքս գերտամ, իմ ամբողջ ընտանիքս գերտա, եղբորս, քույրիկս, բաբաս ալքնած, HB Մանուկյան Դեմիրճան School եւ միշտ հոն քացած ենք եւ շատ կսիրենք HB-ին։ Քանի որ մենք Սփյուռքում ենք ապրում, շատ կարեւոր է իմանալ մեր պատմությունը, Հայաստանի պատմությունը եւ եթե չիմանանք ոնց որ մեր ինքնությունը կկորցնենք այդ պատճառով։ Ուրախ եմ, որ ստեղ եմ ընկերների հետ եւ կարող եմ միանամ հայկական համայնքի հետ եւ ուրախ եմ, որ իմ սիրած բաները ստեղծագործություն, այսինքն technology այդպես բաներ կարող եմ այդ դրանց հետ սպառվել, բայց հիմա Հայաստանում իմ մայր հայրենիքի հետ։ Ես եկած եմ 10 կամ 9 տարի առաջ, երբ որ 6 կամ 7 տարեկան էի, շատ սիրեցի, բայց շատ չեմ հիշել, որտեղ ինչքան փոքր էի։ Եվ երբ որ հասարակային հետ եկերենք հիմա, ամեն գհիշեմ եւ ամեն բան ավելի գսիրեմ որ հիմա։ Հայկական բարեգործական ընդհանուր միության բոլոր ծրագրերը, որոնց շրջանակում կառույցի Հայաստանի գրասենյակը հյուրընկալում է Սփյուռքից եկած երիտասարդների, ունեն մարդասիրական բաղադրիչ, համայնքային ծառայություն։ Հիմա ներկաները հիգիենայի պարագաներ են փաթեթավորում։ Այդ փաթեթները երիտասարդները տրամադրելու են Հայաստանի տարբեր բնակավայրերում ապրող Արցախից բռնի տեղահանվածներին, ինչպես նաև տեղի անապահով ընտանիքներին։ Այսօր մենք հյուրընկալեցինք Մանուկյան Դեմիրճան դպրոցի սաներին, ովքեր պատրաստեցին 200 հիգիենայի փաթեթներ, որոնք կբաժանվեն տարբեր մարզերում մեր տարբեր կամավորների շնորհիվ։ Իրենք ցանկանում են, բացի նրանից, որ այցելում են Հայաստան, նաև որևէ օգուտ բերեն։ Այս այցերի շնորհիվ իրենք ճանաչում են Հայաստանը, իմանում են իրենց հայրենիքը, ցանկանում են նորից վերադառնան եւ դա շատ է իրենց օգնում։ Ամռան ընթացքում հայկական բարեգործական ընդհանուր միությունը կհյուրընկալի ավելի քան 200 երիտասարդի։ Նրանք հայրենաճանաչության եւ մարդասիրական ծրագրերի մասնակցելուց բացի հյուրընկալվում են կառույցի գրասենյակում։ Այստեղ ծանոթանում են 1906-ին Կահիրեում հիմնադրված ու ամբողջ աշխարհում հայերին միավորող կազմակերպության նպատակներին, Հայաստանում իրականացվող ծրագրերին։ Հունիսի 22-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջինատյանի դատարանում շարունակվեց ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II եղբոր Գևորգ Ներսիսյանի և եղբորորդու Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստը։ Դատարանն ավարտված համարեց ապացույցների հետազոտման փուլը և կողմերին առաջարկեց անցնել դատական վիճաբանությունների փուլին։ Հանրային մեղադրողները հանդես եկան ճառով, որտեղ արձանագրել էին, որ 2025 թվականի նոյեմբերին Վաղաշապատի ավագանու ընտրություններում Հանրապետություն կուսակցության քաղաքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի քարոզարշավը իբր խոչընդոտվել է Ոսկեհատ գյուղում։ Չնայած գործով վկա Գառնիկ Ղազարյանը դատարանում որևէ հիմնավորող փաստարկ չի ներկայացրել եւ հերքել է նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքը, որն ի դեպ տեղի է ունեցել Հանրապետություն կուսակցության թեկնածուի ուղեկցությամբ, այնուամենայնիվ հանրային մեղադրողն իր ճառում պահպանեց նախկին մեղադրական դիրքորոշումը։ Պաշտպանական խումբը դատական ճառով հանդես գալու համար դատարանից ժամանակ խնդրեց։ Ապա միջնորդություն ներկայացվեց Ներսիսյանների նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, հիմնավորմամբ, որ քանի որ ապացույցների հետազոտման փուլն ավարտվել է, բացակայում է որևէ հիմք ենթադրելու, թե նրանք կարող են որևէ կերպ ազդեցություն գործել դատավարության ընթացքի վրա։
Դատավոր Գևորգ Մանուկյանը մասամբ բավարարեց պաշտպանների միջնորդությունը, փոփոխելով տեղաշարժման սահմանափակումները։ Դատական հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 21-ին ժամը 16-ին։ Այդ օրը պաշտպանական կողմը հանդես կգա պաշտպանական ճառով։ Հիշեցնենք, որ Ներսիսյաններն արդեն 8 ամիս է, ինչ գտնվում են անազատության մեջ, պաշտպանական կողմը պարբերաբար հայտարարում է, որ քրեական հետապնդումն ունի քաղաքական ենթատեքստ եւ հանդիսանում է ամենայն հայոց կաթողիկոսի վրա ճնշում գործադրելու հերթական միջոց։ Լուսինե Բալյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ հայկական բարեգործական ընդհանուր միության Մալաթիայի հայորդյաց տան լողավազանը շենքի հիմնանորոգումից հետո շուրջ 1 ամիս առաջ սկսել է գործել ու միանգամից մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Արդեն 200 երեխա է հաճախում եւ մասնակցում ջրային մարզումների։ Նրանցից շատերն ընդգրկված են նաեւ հայորդյաց տան մյուս դասարաններում։ Հետաքրքրություններս ֆուտբոլն են, լողը, բայց որ առաջին անգամ եկա այստեղ, ինձ շատ դուր եկավ, որովհետև մարզիչները շատ հոգատար են ու բարի ու շատ լավ են սովորեցնում։ Մենք սովորել ենք տարբեր ձևերով լողանալ՝ մեջքի, փորի, բրաս, կլոր, մեկի դելֆին լող։ Լողը հրաշալի է ազդում սիրտանոթային շնչառական համակարգի վրա։ Լողի բարենպաստ ազդեցության մասին լավ տեղյակ է մարզիչը Տաթև Համբարյանը։ Նա այս մարզաձևում որպես մարզիչ աշխատում է 2010 թվականից։ Առհասարակ լողը դա կենսական նշանակություն ունեցող սպորտաձև է եւ բացի սպորտաձև լինելուց նաեւ կենսական նշանակություն ունի։ Այսինքն մարդը երբ որ ծնվում է եւ սկսում է ապրել, պարտադիր հմտություն է եւ դա պետք է անպայման ձեռք բերել։ Բնական է լողի հաճախելով շատ ավելի արագ է այդ process-ը տեղի ունենում։ Հայորդյացան լողավազանը համապատասխանում է ստանդարտներին, միջազգային ստանդարտներին, այսինքն օլիմպիական ձևի համար 50 մետր է պետք, բայց ուսուցման համար 25 մետրը ստանդարտին համապատասխան է, ջուրը, պայմանները, լողավազանը ամեն բան շատ հիանալի է։ 8 մետր լայնությամբ ու 25 մետր երկարությամբ միջազգային ստանդարտներին համապատասխան լողավազան 4 լողուղիով երեխաների հետ 2 մարզիչներ են աշխատում։ Շաբաթվա ընթացքում 3 պարապմունք է նախատեսված ամսական 12 այց։ Լողավազանը գործելու է ողջ ամառվա ընթացքում։ Այս մարզաձևի պարապմունքների համար արձակուրդ չկա։